Եվ այսպես արգել հեռուստադիտողներ, մենք մեր տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի դահուկային սպորտի եւ սնոուբորդի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանին, բարոյ պարոն Սարգսյան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Սարգսյան, ռեզոնանսային հայտարարություններ, կարծիքներ, Facebook-յան քննարկում, դե մեր ազգը սիրում է ամեն ինչը Facebook-ում քննարկել, չէ՞։ Այստեղ ամենաէականը ձեր մասնակցությամբ դա պարզաբանումն էր, որը պահանջել էր ԿԿՄՍ-ն, ընդ որում ինչն էր զավեշտ տալի, որ կետադրական սխալով էր պահանջել այդ պարզաբանումը ձեզանից ֆեդերացիայից, ինչ կասեք այդ մասին, ձեր արձագանքը ինչպես էր որպես հայ, որպես ֆեդերացիայի նախագահ, այսպես միասին, ինչպես դուք դրան վերաբերվեցիք, երբ որ տեսաք առաջին անգամ այդ պարզաբանումը։ Բարի, ճիշտն ասած, երբ ստացանք գրությունը, այսինքն առաջինը լսել եմ նախարարի ասուլիսի հատվածը, ինձ ուղղակի կտրած ուղարկեցին, չեմ դիտել ասուլիսը ամբողջությամբ, նույնպես վերաբերվող մասը ուղարկեցին, իմացա, որ ինչ-որ նամակ են ուղարկել պարզաբանման եւ արդեն առավոտյան հասկացանք, որ հենց ասուլիսի օրը ուղարկել էին։ Ճիշտն ասած, երբ ծանոթացա տեքստի հետ, չգիտեմ, բառեր չեմ գտնում այդ արտահայտելու, լավ ապշեցի։ Ապշած էի, երևի թե մի քանի րոպե չէի կարողանում ընկալել։ Ասենք, ինչը պարզաբանել։ Եվ ես ինքս ինձ հարց եմ տալիս։ Գիտեք, տպավորություն էր, որ այդ գրությունը կողքի երկրի։ Ես ներողություն եմ խնդրում, ասում եմ այն, ինչը ես զգացել եմ։ Հորդոր լիներ կողքի։ Հա, իմ մոտ տպավորություն էր, որ սա մեր իրականությունը չի, այլ իրականությունից է, լավ, այսպես ասեմ, այս նամակը։ Եվ ճիշտ ասած չգիտեի ինչ պատասխանել, բայց պատասխանեցի այն, ինչը որ իրականում կա։ Այսինքն ինչը պարզաբանես։ Ինչ կա պարզաբանելու կա։ Եվ ուղղակի գրեցի որպես պատասխան այն, ինչը որ պետք էր պատասխանել, այսինքն որի պատասխանն էր դա, այդտեղ ուրիշ պատասխան լինել չէր կարող։ Եվ իհարկե խոստացել էի հանրությանը նաև, քանի որ նախարարը հնչեցրել է, որ իրենք հարցեր են ուղղելու նամակագրության տեսքով եւ ակնկալելու են պատասխան, բնականաբար ես, քանի որ հանրային էր հնչեցվել եւ հանրային էլ այս ամբողջ գործընթացները արդեն բավականին լայն հանրային, այսպես ասեմ, միջազգային քննարկման թեմա եւ բնականաբար հանրությունը պետք է ծանոթ լիներ այդ գործընթացի շարունակականությանը եւ այդ ամեն ինչը հաշվի առնելով ես խոստացել էի նաև հրապարակեցի թե իրենց նամակը, թե մեր պատասխան նամակը։ Ուղղակի այսպեսի մի հարց է առաջանում, ես նորից եմ ասում, լավ, միջազգային հանրությունը քննարկում է, սկանդալ է, հովանավոր են փակել եւ այլն, դա պարզապես անուն չէ, դա հովանավոր է, որ փակել են, հովանավորը փակել է, այո, հասկանալի է, որ դա տուգանք պետք է լինի։ Բա մեր հասարակությունն ինչ է քննարկում, լավ, այդ ինչ կա քննարկելու, պարզաբանումը հասկացանք, որ ասում ենք, լավ, պարզաբանելու բան չկա, բա հասարակության քննարկման իմաստը, բայց ինչ կա այդտեղ քննարկելու, միթե դա քննարկման թեմա է առհասարակ, քննադատության ես ուզում եմ ձեր կարծիքը լսել այս տեսանկյունից, բայց ինչ կա քննարկելու հանրության կողմից, եթե պետական մակարդակով հասկանալի է, որ մեր գործընկեր Բենյամին Մաթևոսյանը բավական լավ շեշտեց Թուրքիայի ներգործությունը հայաստանյան ներքին եւ արտաքին քաղաքական գործընթացներում, բայց ժողովրդի քննարկման թեման ո՞րն է, եթե պետական մակարդակով ստիպում են օրինակ ինչ-որ քայլերի գնալ, հա, ինչպես պնդում են, բայց ժողովրդին ով է ստիպում, որպեսզի քննարկեն, ասեն այլ Միքայել Միքայելյանի կատարած քայլը սխալ է, ճիշտ չէ, ժողովրդին ով է ստիպում։ Գիտեք, ես իհարկե եւս մեկ անգամ համոզվեցի, որ մենք լավ ժողովուրդ ենք։ Մենք արժանապատիվ ազգ ենք։ Ինչի համոզվեցի եւս մեկ անգամ, դա այն արձագանքն էր, որ մենք ստացանք, որ ստացավ Միքայել Միքայելյանը։ Եվ գիտեք, բացարձակ չեմ հանդիպել միտեղ ու նաև շատ խոսել եմ, շատ զանգել են, աջակցությամբ պատրաստ են եղել, չեմ հանդիպել մեկ, գրեթե մեկ նախադասություն, որ որևէ մեկը դատապարտի։ Եվ շատ հետաքրքիր համեմատական տանեմ, թող բարձրագոց չհնչի, շատ նման էր ազգային վերածննդի։ Մեր ժողովուրդը իրականում ուներ սրա կարիքը, եւ մեր ժողովուրդը ցույց տվեց, որ այո, արժեքներ կան, որ ուղղակի ոչնչացնել հնարավոր չէ։ Արժեքներ, որոնք որ փորձում են
ոտնահարել սպորտը փչացնելու գնով, որովհետև վերջին տարիների ընթացքում նկատվում է տենդենց, որ բոլոր ոլորտներն անցնելուց հետո հիմա անցել են սպորտին։ Դուք որպես սպորտի միջի մարդ, այլ սպորտաձևից բերեմ օրինակ, վերջերս պաշտոնանկ արվեց Ծանամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, դա եւս մի խոսուն փաստ է, որ մեզ պետք չեն մարզիկներ, որոնք որ ունեն նպատակ Հայաստանի դրոշը վեր բարձրացնելու եւ անընդհատ խոսում են ինչ-որ սպորտային ծրագրերի մասին, բայց ակնհայտորեն երևում է, որ ազատվում են ամենասպորտային մարդկանցից Հայաստանում։ Ինչ վիճակ է սպորտում այսօր, ինչ աջակցություն կա եւ ինչ աջակցություն պետք է լիներ, որ չի եղել այս տարիների ընթացքում պետության կողմից սպորտի նկատմամբ, որովհետեւ ասում են, որ սպորտը պետք է լինի ինքնաբավ, սպորտը պետք է ինքնուրույն լինի, պետությունը պետք է միայն այսպես զուտ սիմվոլիկ աջակցություն ցույց տա, իսկ սպորտը պետք է ինքնուրույն ինքն իրեն բավարարի մարզիկներին եւ այլն։ Ինչ է կատարվում այսօր սպորտի հետ Հայաստանում։ Ես ասել էի հարցազրույցներից մեկի ժամանակ, կրկնեմ, կիսասովետական համակարգով 21-րդ դարում մեծ հաջողությունների հասնել ուղղակի հնարավոր չէ։ Մենք ունեցել ենք համակարգ, որը փայլուն գործել է Խորհրդային Միության ժամանակ, ժամանակներն են այդպիսին եղել։ Լիարժեք ամբողջական պետական ֆինանսավորում, վերջացրած բնականաբար մեր մարզիկների ընդգրկումը Խորհրդային Միության հավաքական թիմերում, մեր ակումբների եւ այդպես շարունակ։ Քանդվեց Խորհրդային Միությունը։ Չստեղծվեց նոր համակարգ։ Չստեղծվեց համակարգ, որը որ համահունչ կլիներ աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին հենց մարզական մեր սպորտային ոլորտում։ Հատկապես 21-րդ դարում, տեխնոլոգիական դարում արդեն իսկ ուշացել ենք որևէ համակարգ ստեղծելուց։ Եվ գիտեք ամենավատ հանգամանքը որն է, որ չեն լսում։ Տեսեք, կա սպորտի, ֆիզկուլտուրայի սպորտի բնագավառի քաղաքականություն, որը որ իրականացվում է ռազմավարության հիման վրա։ Մշակվել է ռազմավարություն։ Ռազմավարությունը որպես այդպեսին պետք է լինի ցանկացած մարզաշխարհի մաս կազմող կառույցի աշխատանքային փաստաթուղթը։ Եթե մեկը ինձ կասի, որ որևէ կառույցում, որևէ ֆեդերացիա, ակումբ, մարզադպրոց, ցանկացած մարզաշխարհի հետ կապ ունեցող կառույցում դա աշխատանքային փաստաթուղթ է, այդ ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է։ Այսինքն, եթե դու ունես ռազմավարություն որպես այդպեսին, եւ այդ ռազմավարությունը ընդհանրապես դեկլարացիա է, ինչ ոլորտի զարգացման մասին կարող է լինել։ Եթե դու ունես ռազմավարություն, որը իր մեջ չի պարունակում, չի ներառում բոլոր մարզաձևերի կամ բոլոր ֆեդերացիաների զարգացման ծրագրերը, չի կարող դա ռազմավարություն լինել։ Սա է, շատ պարզ է այս ամեն ինչը։ Այդտեղից է ամեն ինչ սկսում։ Այսինքն դա ենթադրում է, որ կա պետական քաղաքականություն, որը կապ չունի ֆեդերացիաների հետ, կապ չունի օլիմպիական կոմիտեի հետ եւ այդպես շարունակ։ 3 կարևորագույն օղակներ կան՝ նախարարություն, ֆեդերացիաներ, ազգային օլիմպիական կոմիտեներ իրենց ենթակառուցվածքային բաղադրիչներով։ Կա համագործակցություն։ Կա մեկ ընդհանուր քաղաքականություն, կա մեկ ընդհանուր գործողությունների պլան, չէ՞։ Ինչ զարգացման մասին կարող է խոսք գնալ։ Տեսեք, սպորտային գիտության մասին խոսենք։ Առանց սպորտային գիտության աշխարհում որևէ արդյունք այսօր չկա։ Մեր մարզաձևերում հասել են այն մակարդակի, որ արդեն 100-րդական վայրկյանների համար գիտափորձեր են իրականացնում։ Գիտական կենտրոնը որպես այդպեսին պետք է լինի մեր Մայրբուհի ֆիզկուլտուրայի ինստիտուտի ամբիոնները։ Ամբիոններում մարդիկ, բոլորը իմ ընկերներն են, իմ գործընկերներն են նախկին, 30 տարի շատ-շատերին ճանաչում եմ, բայց տեսեք, պաշտպանում են թեզեր, գիտական աշխատանքներ, գործնականում որևէ մեկի գիտական աշխատանքը արդյունք տվել է։
ամբիոնը որպես այդպեսին պետքա լինի հենց գիտական ամբողջ գործընթացը ղեկավարող օղակը ազգային հավաքական թիմերի։ Քանի այդպիսի ամբիոն գիտենք մենք։ Ինչ էլ գիտենք, փակվում են։ Հա։ Գիտեք, ողբալի է սպորտում վիճակը։ Ավելին ասեմ, սպորտը որպես այդպեսին խոսում են քաղաքական, ոչ քաղաքական եւ այլն, պետք է առանձին օղակ լինի։ Շատ լուրջ պետական աջակցությամբ։ Երբեք Հայաստանի Հանրապետությունում սպորտը չի կարող ինքնաբավ լինել։ Ուղղակի չի կարող։ Որովհետեւ եթե մենք զարգացած տնտեսություն չունենք, մենք չենք կարող ունենալ ինքնաբավ համակարգ։ Լավ, որտեղից են այդ օրինակը վերցրել։ Ինքնաբավ Ամերիկայի Միացյալ Նահանգներն են ինքնաբավ, եվրոպական զարգացած երկրներն են ինքնաբավ, ընդհուպ մինչև իրենց օրենսդրությամբ։ Հովանավորչությունից սկսած, վերջացած տարբեր օժանդակություններ, այսպես ասած բոնուսներ ֆեդերացիաներին, ինչի համար, որպեսզի մարդիկ կարողանան ներդրում կատարել։ Գրավիչ լինի։ Քանի նման օրենք մենք գիտենք Հայաստանի Հանրապետությունում։ Ներդրում, ախր ներդրում ասածն էլ պետք է հասկանալի լինի, որովհետև մեզ մոտ բիզնես մտածելակերպի հետ էլ կա ինչ որ հարցեր, որովհետև ես բազմաթիվ անգամներ դրա մասին ասել եմ, որ մեզ մոտ մանավանդ սպորտի ոլորտում դուք ինձ հետ ինձ թվում է համաձայն կլինեք, որ ներդրողների ընդհանուր մակարդակը, այսինքն այսպիսին է, մոտավորապես խանութային մակարդակ է։ Ես այսօր ապրանքը բերեմ, հետո այդ ապրանքը ցրվի, ես դրանից գումար ստանամ, այսինքն սպասել, ակնկալել, բերքի նման, դրա համար զարգացման որևէ հեռանկարի մասին խոսք լինել չի կարող, բայց հիմա խոսենք կոնկրետ ձեր ոլորտի մասին, դահոկային սպորտի եւ սնոուբորդի ֆեդերացիայի գործունեության մասին, մենք ունենք հրաշալի մի վայր Հայաստանի Հանրապետությունում, որտեղ որ կարելի է դա զարգացնել։ Խոսքը Ծաղկաձորի մասին է։ Ծաղկաձորի համալիրը եւ այնտեղ մրցումներ, միջազգային պլյուս մենք ունենք Աշոտսկի պես երկրամաս, որտեղ տարին 12 ամիս ցուրտ է, ձմեռը իդեալական է դահոկային սպորտ։ Բայց պետական աջակցությունը շատ չէ, իսկ այսպես ասենք մասնավոր սուբյեկտների ներգրավվածությունը սպորտաձևում շատ չէ, հաշվի առնելով, որ նույնիսկ ֆուտբոլում է քիչ որ ամենամասսայական սպորտաձևն է, դահոկային սպորտում առհասարական համեմատ ավելի քիչ է։ Ինչպես անել, որպեսզի դե պետական մակարդակի մասին արդեն խոսեցինք, այդտեղ որևէ ակնկալիք ունենալ երևի թե պետք չէ, ինքնաբավ եւ այլն, իսկ ինչպես ներգրավել մասնավոր մարդկանց, մասնավոր սեկտորին, որպեսզի նրանք ունենան հետաքրքրվածություն ներդրում անելու։ Կարող է Միքայել Միքայելյանի նախադեպը, Միքայել Միքայելյանի հետ տեղի ունեցածը լինի նախադեպ նրանց համար, որպեսզի հայրենասեր մարդիկ տեսնեն Միքայել Միքայելյանին, Միքայելյաններ տեսնեն մնացած բոլոր սպորտաձևերում եւ ասեն, ահա, իրանց նման երեխաներին, իրանց նման երիտասարդներին պետք է ֆինանսավորել, ֆեդերացիային օժանդակել։ Ինչ պետք է անել, որպեսզի ներգրավեն մասնավոր սեկտորին այստեղ։ Այստեղ էլ խնդիր կա։ Մասնավորը ունենալով, կատարելով ներդրում, մասնավորը մտածում է իր բիզնեսը զարգացնելու մասին։ Այսինքն մեծ հաշվով նա կհասկանա սպորտի արդյունավետության մասին, ձմեռային մարզաձևերի արդյունավետության մասին, այդ մարզաձևը զարգացնելու համար շատ հարաբերական է։ Այդ երկար տարիների իմ փորձն եմ ասում։ Տեսեք, Ծաղկաձորում կար գլխավոր մարզաբազան։ Ունեինք 5 կիլոմետրանոց արդեն միջազգային սերտիֆիկացիոն ստացած դահոկուղիներ։ Հիմա մասնավոր է դարձել։ Եվ այդ դահոկուղիներում ինչ-որ բան անցկացնելու համար, նույնիսկ դահոկուղի մտնելու համար զանգերով, խնդրանքով եւ այլն, բայց վերջի դա հանրային սեփականություն էր։ Այստեղ է պետության օժանդակությունը հենց մարզաձևերին։ Օրինակ, եթե դու ձմեռային մարզաձևերի հետ կապված որևէ ակնկալիք ունես պետությունից, տվյալ դեպքում օրինակ մարզաբազան կամ մյուս դահոկային կառույցները, ուրեմն դու մարզաձևի զարգացման համար SSS հնարավորությունը պետք է ստեղծես։
Ներդրումային ծրագիր է բերվել։ Ընդունենք ընդհուպ մայլեր, չնայած բոլոր հետ ունենք հրաշալի հարաբերություններ, բոլոր հետ աշխատում ենք, բայց այն արդյունքը դեռ չունենք, որը որ կարելի է ակնկալել, որ կարելի է ունենալ։ Քննարկվում է ներդրումային ծրագիր, ունենալ լեռնադահուկային կենտրոն։ Ուղարկվում է բնականաբար կարծիքների։ Գիտեք, ցավալին որն է։ Երբևէ դահուկային սպորտի ֆեդերացիա կարծիքի չի ուղարկվել։ Նախարարությունը որպես այդպեսին կարծիք է տալիս։ Ինչ կարծիք կարող է նախարարությունը տալ, եթե տարիներ շարունակ նախարարության որևէ ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության առաջնությունների ներկա չի եղել։ Չգիտի էլ որ հասկացած Կարելի է ուղարկել օրինակ ֆեդերացիայում կան վաստակաշատ մարդիկ, կան մասնագետներ, որոնք ընդհանրապես կասեն մենք առաջարկում ենք, որպեսզի ներդրումային ծրագիրը հաստատելու համար լեռնադահուկային կենտրոնը անպայման ունենա դահուկային դպրոց։ Լեռնադահուկային սպորտը կենտրոնը պարտավորություն վերցնի, ապահովելու հավաքական թիմերի, այս խմբերի մարզումային գործընթացը օրինակ շուրջ տարի եւ այլն եւ այլն։ Եվ դա ուղիղ պետության պայմանը կլինի մասնավոր ներդրողին, որ դու սա պետք է ապահովես։ Դա զարգացման ուղղություններից մեկն է։ Այստեղ է որ քիչ առաջ իմ ասածը հենց ապացուցում է, որ այդ կապը չլինելով ուղղակի հնարավոր չէ զարգանալ։ Ինչ ենք անում, մենք ստիպված սկսում ենք աշխատել մասնավորի հետ, բայց մասնավորը որևէ պարտավորություն չունի մեր նկատմամբ։ Բացի բարի կամքը, իսկ բարի կամքով շատ հեռու չես գնա։ Այո։ Ձմեռային մարզաձևերը ցանկացած պետությունում ինդուստրիայի եւ ընդհանրապես տնտեսության կարևորագույն մասն է։ Դրա վառօրինակը մեր կողքի պետությունը, դրա վառօրինակը այս ամբողջ պատմությունը։ Մարդիկ շատ ագրեսիվ, շատ գովելի, շատ օրինակելի առաջ են տանում քաղաքականություն այդ մարզաձևերի զարգացման եւ ով է տանում туриզմի պետական գործակալությունը։ Իսկ ձմեռային туриզմը դա հանրահռչակում է ոչ միայն լեռնադահուկային կենտրոնը, այլ նաեւ պետությունը որպես այդպեսին ձմեռային ուղղություն դարձնելով։ Նույնը լեռնադահուկային եւ դահուկային կենտրոնների մասին է։ Ամբողջ աշխարհում հայտնի կենտրոնները հայտնի են դարձել միջազգային մրցաշարերով։ Եվ հասել են մինչև աշխարհի գավաթ, աշխարհի առաջնության փուլեր եւ այլն։ Երբ որոշումը կայացվել էր միջազգային ֆեդերացիայի, ես խնդիրը քննարկելուց հետո միջազգային ֆեդերացիայի նախագահի հետ որոշումը կայացնելուց հետո նախագահության նիստի ժամանակ շատ պետություններ այդ հարցերը բարձրացրել էին։ Նամակ ուղարկեցին, գրություն ուղարկեցին պարզաբանումներով։ Ես այդ ամբողջը հանդիպեցի, փոխանցեցի փոխնախարարին եւ խնդրեցի իրենց դիրքորոշումը եւ մեր հետագա քայլերը որպես պետական քաղաքականություն իրականացնող։ Գիտեք ինչ պատասխան ստացա։ Ոչ մի։ Ցավոք, պարոն Սարգսյան, իհարկե թեմաները շատ են քննարկման, մենք դեռ կհանդիպենք մեր տաղավարում ավելի մանրամասն կզրուցենք այս թեմաների մասին եւ ոչ միայն, իսկ մինչեւ այդ ես ցանկանում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր տաղավար գալու համար։ Հարգելի հեռուստադիտողներ, մեր տաղավարում մենք հյուրընկալել ենք Հայաստանի դահուկային սպորտի եւ սնոուբորդի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանին։ Շնորհակալ եմ։